տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից։ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում եւ այլ դա ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին ել ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հեղաշրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե ոչ, պարոն Սիմոնյան։ Ես որևիցե մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետեւ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Սա իմ համար ուղղակի խոսքեր չեն, ես դա կարող եմ ասել հենվելով փորձի վրա, որովհետեւ 2021-20 թվականից սկսած պատերազմի ավարտի օրվանից սկսված եւ երևի պատերազմի օրվանից սկսված Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից եւ տարբեր կողմերից եղել է գեր եւ կարեւոր նպատակ։ Ինչու է Փաշինյանը անցանկալի Ռուսաստանի համար։ Մոսկով ասաց, որ անցանկալի է։ Մեզ հակառակն են ասում։ Բա ինչ են ուզում իշխանապետը։ Ով է ասում։ Մեզ հակառակն են ասում։ Մեր գործընկերները, մեզ հակառակն են ասում։ Իսկ այդ Ռուսաստանից Ես չգիտեմ, ես պատասխանը չեմ տալիս։ Ես ասում եմ, մեզ հակառակն են ասում։ Եթե հակառակն Եվ են ասում իշխանապետության։ Դե որովհետև տեսեք, նախ եւ առաջ շատ վատ օրինակ է պոստսովետական տարածքում ընտրված իշխանություն ունենալու տարբերակը։ Նման նախադեպերը շատ քիչ են, հա, պոստսովետական տարածքում եւ դա վատ օրինակ է։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության եւ իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում եւ այդ բարձրացումը բնական է ոչ բոլորին է դուր գալիս, որտեղ Հայաստանը պետք է լինի միշտ կախված ինչ որ կենտրոնից, Հայաստանը պետք է միշտ ունենա մեծ եղբայր, որևիցե դեմքով Հայաստանը պետք է միշտ նայի, այդքան էլ ճիշտ։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամենին, ինչ որ մենք բացաձայն ասում ենք եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին եւ դա հաճելի տարբերակ չի, որովհետեւ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Պետք է չէ որ Հայաստանը մակում տարբեր տեղերում քվեարկի այն ձևով որ ուզում են այս կամ այն պետությունները պաշտպանի շահեր, պաշտպանի պատերազմներ, պաշտպանի տարբեր իրականություններ, իսկ Հայաստանը ինքն